Մարմար Տերոսյան, գանք են գործին, որից դուք կանխատեսեցիք, որ հարցեր լինելու են, խոսքը մասնավորապես Կարեն Կունգուրցևի վերաբերյալ քրեական գործն է, սպանության հոդվածով, ըստ էության Լոռվա մարզում քննված գործ է, որի դատախազը դուք եք եղել եւ որով մոտ 3 տարի, եթե չեմ սխալվում, անազատության մեջ է գտնվել մի երիտասարդ եւ նաեւ այս գործով կա Մարտիրոսյանի Եվրոպական դատարանի կողմից կայացված որոշում, հավատացած եմ գիտեք, որտեղ Կունգուրցևի արդար դատականության իրավունքի խախտումը արձանագրվել է եւ ինքը կամ չեմ հիշում, որ իրավունքի խախտումն է արձանագրության ազատություն, բայց ինչևից է եւ ինքը նաեւ Հայաստանի Հանրապետությունից փոխհատուցում է ստացել։ Եվ ճիշտ ասած ես չգիտեմ որտեղից սկսեմ իմ հարցը։ Լավ, ձեր կարծիքով այս քրեական գործում այն խախտումները, որոնք որ թույլ են տրվել քննիչի կողմից, ակնհայտ խախտումներ, ինչպիսին է, չգիտեմ, ճանաչման ընթացակարգի խախտում, անչափահասների կամ 16 տարին չլրացած անձանց հարցաքննության կարգերի խախտումներ եւ այլն։ Շատ դատարանը այս մասով երևի գիտեք լրացուցիչ որոշում է նույնիսկ կայացրել իր վճռինի հավելումը թվարկել է բոլոր այս խախտումները։ Դուք որպես դատախազ այդ խախտումները չէիք տեսել, թե տեսել աչքի եք փակել, թե ոնց է եղել, մի քիչ այդտեղ երևի պատմեք, շնորհակալություն։ Իրականում շնորհակալություն հնարավորություն տալու համար, պարոն Հովհաննիսյան, այս դեպքի մասին շատ մանրամասն ու հանգամանալից ներկայացնելու, որտեղ ես դատախազությունում եղած ժամանակ երբևէ հնարավորություն չեմ ունեցել այս ֆորմատով ներկայացնելու այդ գործի հանգամանքները։ Կարեն Կունգուրցևը արդար է, նրա մեղավորությունը չի հիմնավորվել, ուստի հիմնավորվել է նրա անմեղությունը, որովե ձևակերպում ներկայացնելիս ամենևին անմեղության կանխաբարկածին ես չեմ էլ մոտենա։ Դուք ներկայացրեցիք քննիչի կողմից ճանաչման ներկայացնելու կարգը խախտելու վերաբերյալ, անչափահաս վկայի արձակնության կարգը խախտելու վերաբերյալ եւ այլն եւ այլն։ Իմ իմանալով քննիչի կողմից այլ խախտումներ առարկայական, որոնք տեսանի կարող էին լինել, չեն արձանագրվել, որտեղ են հանգամանքները, որոնք բերել են այդ անձի արդարացմանը, ի հայտ են եկել դատաքննության ընթացքում։ Հիմա փոքրիկ պատմական էքսկուրս անենք այս քրեական գործով։ Դեպքը 2013 թվականի հոկտեմբերին էր տեղի ունեցել, նույն օրը 3 կամ 4 անձի դեմոված ծանր եւ առանձնապես ծանր դեպքեր տեղի ունեցել, եթե չեմ սխալվում, մի սպանության փորձ եւ 2 ծանր մարմնական վնասված պատճառելու գործ, 4-ն էլ ես եմ հասկել։ Ես իմջայլուց այդ ընթացքում եւ միջև վերջ Լոռիում սպասարկել եմ Վանաձոր քաղաքի անձի դեմը ամբողջությամբ եւ միայնակ։ Բայց քրեական գործերը, որ մի քիչ ավելի շատ էին լինում, 2 դատախազով էինք հսկողություն իրականացնում, ոչ հաճախ նաեւ քննիչներն էին 2 եւ ավելի հոգով նախաքննություն իրականացնում։ Հսկել եմ ինչպես մնացած հարյուրավոր իմ քրեական վարույթները։ Այո, իհարկե։ Քննիչը առաջնային գործողությունները անելիս, երբ որ այո խախտում է տեղի ունեցել, որ անչափահաս վկային նախազգուշացվել է ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու պատասխանատվության մասին, դա խախտում է տեղի ունեցել, այո։ Բայց այդ ընթացքում այդ 4 վկաները, երբ որ հարցաքննվել էին, մեկով, եթե չեմ սխալվում, անձով ճանաչում էր եղել, հետո մեղադրյալը հրաժարվել էր արկա քննչական դատավարական գործողությունների մասնակցելուց եւ քննիչը ճանաչումը արդեն իրականացրել լուսանկարով եւ տեղի են ունեցել 4 առերես հարցաքննություններ, եթե ես չեմ սխալվում, 12 տարի անց է։ Դրանից հետո մեղադրյալը ներգրավել ու տարել դատարան կալանորմալ միջնորդությամբ։ Դատարանը հիմնավոր կասկածով, առնչությամբ եւ հիմքերին անդրադառնալով այդ մարդու կալանքը տվել է։ Տևական ժամանակ այո ցավոք այդ մարդը կալանքի տակ է մնացել, ես ցավոք էդի սրտե եմ ասում։ Դրանից հետո գնացել եմ ես արձակուրդ, արդեն
Միջալուց իմ ամուսնական արձակուրդներ երկար ժամանակով սեպտեմբերի 1-ին վերադարձել եմ Հայաստան։ Հայաստան վերադառնալուց հետո 2-3 օր հետո եթե չեմ սխալվում կամ մի շաբաթ հետո գնացել եմ աշխատանքի այդ քրեական գործով արդեն մասեր անջատվել բժիշկի վերաբերյալ երևի տեղյակ եք նաև սխալ բուժօգնության արդյունքում դուժողի մահը վրա հասնելու համար քրեական պատասխանատվության ենթարկել բժիշկը մեղադրանքը փոխվել էր, ավարտ էր հայտնվել, միջնորդությունները քննարկվել էր եւ ստացել է մեղադրական եզրակացությամբ քրեական գործ, որտեղ շատ կարեւոր է սա իրավաբանների համար 4 անձի ցուցմունք, 4 ճանաչում, 4 առերես, մեղադրանքի որոշում, դատարանի կալանքի որոշում, երկարացրած մի քանի անգամ։ Ուղարկել եմ դատարան այդ քրեական գործը մեղադրական եզրակացությունը հաստատելով։ Կարող է սխալվեմ 4 կամ 5 դատական նիստ հետո որոշակի ոչ բարի իրադարձություն տեղի ունեցավ, ինձ ասեցին նոր գործեր մակագրվեց ու քանի որ 2 մեղադրողով էինք մասնակցում մեղադրանքի պաշտպանությանը, շարունակեց իմ հետի գործընկերը, ով որ միջև վերջ այդ քրեական գործով ներկայացրեց մեղադրանքը, մեղադրական ճառով հանդես եկավ, այդ ընթացքում նաև որ դատարանում ի հայտ եկան այնպիսի հանգամանքներ, որոնք նախաքննության ընթացքում հայտնի չէին, գլխավոր դատախազությունից նաև ներգրավվեց ավելի փորձառու դատախազ, մասնավորապես վարչության պետի տեղակալ էր, եթե չեմ սխալվում, մեր ավագ գործընկերներից էր։ Ու դատարանը հենց ճառը կարդալուց հետո այն նույն դատարանը, որը որ կալանքը երկարացրել է եւ անփոփոխ էր թողել, արդարացման դատական ակտ կայացրեց։ Դրա վերաբերյալ վերաքննիչ բողոքագրվել է։ Ես նկատի ունեմ, ես այդ հունվարի 25-ի նիստից հետո էլ առհասարակ չեմ մասնակցել այդ նիստով։ Այն ապացույցները, այն ի հայտ եկած հանգամանքները, որոնք նաեւ արդարացման հիմքում են դրվել, իմ մեղադրանքի պաշտպանության օրոք չի եղել, քանի ես հիշում եմ ինչքան է։ Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ արդեն բացառք հայտնվեց մեր գործընկերոջով, որ մեղադրական ճառներ ասել եւ վերաքննիչ բողոք էր գրել, քանի որ մեղադրական ճառը ասելու օրը եւ դատարանում միջադեպ էր տեղի ունեցել եւ քրեական գործ էր հարուցվել հենց մեղադրյալի վրա։ Դուժող էր ճանաչվել դատախազը, ուստի ինքնաբացարկի հիմք էր եւ ինձ ասեցին նորից հանձնարարվեց ինձ վերաքննիչ դատարանում 2 նիստի մասնակցեցի, բեկանվեց դատական ակտը։ 3 դատավորով որոշեցին, որ ամեն դեպքում արդարացվածը մեղավոր է։ Այդ օրվանից մինչև վերջին հրապարակումը ես այլևս Ունգուրցևի վերաբերյալ գործին առնչվող որևէ բանի չեմ մասնակցել։ Մի քանի նիստ դատարանում ու նախաքննության ընթացքում հսկողություն։ Կրկին եմ ասում, շատ ցավալի է, որ այդ մարդը տևական ժամանակ արգելանքի տակ է մնացել։ Ինքը արդարացված է, որևէ մեկը չի կարող դնի կասկածի տակ իր անմեղությունը։ Ցավալի է նաև, որ այդ արարքը կատարվող է այս պայդրությամբ ազատության մեջ է կամ չգիտեմ կամ այդտեղ մահացել է կամ ինչ ա եղել, բայց չգիտենք ով է այդ մարդը։ Դա եւս իր հերթին ցավալի է։ Վերաքննիչ դատարանի բակում ես նույն այդ անձի հետ երկար զրուցել ենք մինչև նիստը սկսվելը։ Նաև զրուցել ենք այն իրադարձության մասին, որը 2015 թվականի հունվարին էր տեղի ունեցել, որ եղբայր ես իմ աշխատանքն եմ կատարում մի անձնավորի։ Այսքանը կարող եմ նշել, միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ շատ պրոֆեսիոնալ պաշտպանություն իրականացրեց հենց իր պաշտպանը, պարոն Պապիկյանը, շատ հարգում եմ իրան որպես իրավաբան եւ շատ լավ պաշտպանություն նաև կարելի ասել իրականացրեց դուժողի իրավաճորտի ներկայացուցիչը Տիկին Ֆանյանը։ Երևի թե իրանք, որ այտենց խորացած ու քրտնաջան այդ պաշտպանությունը չիրականացնեին, այսօր ավելի վատ իրավիճակում լինեինք, պարոն Հրանիսյան։ Շնորհակալություն։ Պարոն Մարտիրոսյան, ամեն դեպքում այս գործի հետ կապված ձեր մասնակցությունը եղել է, թեև դուք հիմա ներկայացնում եք, որ այդ մասնակցությունը եղել է չափավոր, եղել է էպիզոդիկ այս ատյանում եւ էպիզոդիկ մյուս ատյանում, բայց ձեր ուշադրության օրինակ չի նկատել, որ 16 տարին չլրացած անձինք առանց օրինական ներկայացուցիչ մասնակցության իրավունքի ապահովման են հարցաքննվել։ Ներողություն եմ։ Ձեր Պարոն Հրանիսյան,
Վախր այդ հարցը քննարկեցինք, պայմանավորվեցինք, որ չեն մեկնաբանում։ Չեմ մեկնաբանում, ես հարց տվեցի, պարոն Թումանյան։ Հա, դե այդ քննարկեցինք, էլի։ Չէ, հարցը բեռնվածություն։ Չէ, դե հարցը կոնկրետ ուզում եմ Ես դեմ չեմ որ հարցած, որ չկրկնենք, էլի հետո։ Չէ, չեմ կրկնվում։ Պարոն Լեոնիսյան, իհարկե չեմ նկատել ու դա խրատ է եղել, որ հետագայում երբ որ այլ քրեական գործեր էինք ստանում ու եկող սերունդին դատախազները ասում ենք ուշադիր կլինեք մեխանիկական բլանկը չստորագրվի հանգարց, որովհետև եթե կարելի է ձեր անջատեք իմը լսվի էլի։ Կարելի է պարոն Լեոնիսյան, որ անջատեք ասեմ էլի ձեր։ Դուք չգիտեմ բարեբախտաբար թե հաջողությամբ որ քննիչ չեք աշխատել, այսպես քննիչ կլինեիք։ Կային բլանկեր հարցաքննության քննիչ աշխատած եւ նաեւ փաստաբանները գիտեն, որ այդ բլանկերը կոպիտ են բերում, օրինակ ասում են ստեղ ստորագրի, անցնենք բուն հարցաքննությանը։ Ես չգիտեմ մեխանիկորեն ա եղել, թե դիտավորյալ ա եղել, եթե դիտավորյալ ա եղել, թող մարդը ենթարկվի պատասխանատվության, բայց ես վստահ եմ, որ դիտավորյալ չի եղել անչափահասին, ավելին ասեմ, որևէ հանցանքի սուբյեկտ չհանդիսացող 13 տարեկան էր, եթե չեմ սխալվում են երեխան, որը որ նաև ստորագրել էր ցուցմունք տալու հրաժարվելու համար քրեական պատասխանատվության մասին։ Բնականաբար չենք նկատել։ Եթե նկատած լինեինք, կասեինք, արի հարցաքննության արձանագրությունը սխալ է կազմել, գնա նորից քննի, լրացուցիչ քննի։ Միակ գործողությունը, որ կյանքում մի անգամ կարելի անել, դա ճանաչման ներկայացնելու գործողությունն է, մնացած բոլոր գործողությունները լրացուցիչի եւ կրկնակի հնարավորություն ունեն։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Այդ գործով, եթե ես ճիշտ եմ հասկանում, հիմնական ապացույցներից մեկը հենց ճանաչումն էր եւ ճանաչումը ես կարդում եմ դատարանի որոշումը մի շարք շատ էական խախտումներով ա եղել։ Նախ ճանաչումը նկարով ա եղել կենդանի անձի առկայության պայմաններում։ Եկե հերթով պատասխանեմ։ Ինչպես։ Հերթով պատասխանեմ։ Ճանաչման հետ կապված ասեմ, որ հետո պարոն Թումանյանը չասի կրկնվում է։ Ճանաչվողներից ուրեմն Կունգուրցևը ձեռնաշխտաներով ա եղել։ Կներեք 1000 եթե որևիցե ճանաչման ժամանակ ճանաչվողներից մեկը ձեռնաշխտայով ա եւ մարդուն հարցնում են, ասում են, որ մեկն է միանգամից ինքը ոնց ասեմ, առնվազն ակնարկը հասկանում է, որ պետք է ճանաչումը լուսանկարով է։ Ինչպես։ Լուսանկարի մեջ է ձեռնաշխտայով եղել։ Դե դատարանի որոշման այո։ Ես շարունակեմ էլի։ Չի բռնում էլ։ Ես ասում եմ փոխանցեմ։ Ես տեսակ Եվ նաև տեսքի առումով մյուս բոլոր ճանաչման ներկայացված մյուս բոլոր անձինք շատ ուժեղ տարբերվող արտաքին տեսք են ունեցել։ Այնինչ այդ պահի դրությամբ արդեն քննիչը ուներ ցուցմունքներ հանցագործություն կատարած անձի մոտավոր արտաքին տեսքի վերաբերյալ, բայց ճանաչման ներկայացված մյուս բոլորները շատ ուժեղ տարբերվող արտաքին տեսք ուներ։ Այս ճանաչումը, որ սենց հանգուցային բան է ունեցել այս գործում, դուք գործը առաջ տանելուց ոնց չեք նկատել, այդ պահը չեմ բանանում։ Դա նորմալ է, որովհետև դուք քննիչ չեք աշխատելու դատախազի մի բացատրեմ։ Ճանաչումը արձանագրությունն է կարդում հսկող դատախազը։ Ճանաչման մեջ գնաց չի, որ ձեռնաշխտայով մարդուն բերեցին, ներկայացրեցին մյուս ճանաչվողների մոտ։ Ճանաչումը արձանագրությունը, որ կարդում ես, հիմիկվա քրեական դատավորության օրենսգիրքը ահագին տեղը գցեց այդ խնդիրը, որ տեսագրությունը հիմնականում բոլոր դատավարական գործողություններում իրականացվում, բայց հսկող դատախազը, որ թերթում է ճանաչման արձանագրությունը, տեղի նշված չի, որ ձեռնաշխտայով եղել, թե ձեռնաշխտայով չի եղել։ Ճանաչման է ներկայացում հնարավորինս իրար մոտ արտաքինով 4, 3 եւ ավելի անց։ Հիմա հսկող դատախազը ես չլինեի, դուք լինեիք ամենայն հարգանքով պարոն Լեոնիսյան, ինչից էիք որոշելու, որ ճանաչումը ձեռնաշխտայով է եղել։ Դրա մասին դատարանում է նաև բարձրաձայնել, որ ձեռնաշխտայով բերեցին ճանաչման։ Դրա համար էլ հենց այդ հանգամանքը նաև հիմքում ընդունվել արդարացման ակտ կայացնելու համար։ Ավելին ասեմ, մյուս ճանաչման առաջի կենդանի ճանաչումից հետո, երբ որ հրաժարվել է ինքը մասնակցել այլ եւ առհասարակ բոլոր տեսակի քննչական ու դատավարական գործողություններին, քրեական դատավարության օրենսգիրքը այն ժամանակվա թույլ է տվել, որ դրանից հետո արդեն լուսանկարով անեն։ Այսինքն հսկող դատախազը ամենամեծ ցանկության դեպքում պետք է գնար ինքը տեսներ ճանաչման գործընթացը, որ տեսներ ձեռնաշխտայով է թե ոչ։ Պարոն Մարտիրոսյան,
Հազար ներողություն, էլի իմ պատասխանից դուք ինչ հասկացաք, պարոն Լեոնիսյան։ Ես կարծա ցույց տամ արդար ձևով, որ հսկող դարախազը ինքը չի կարող պատկերացնի, որ այդ արձանագրության մեջ ձեռնաշղթա պետք է գրվեր։ Եթե ձեռնաշղթա եղել էր, ես հավատում եմ, որ եղել էր, բայց հսկող դարախազը որտեղից իմանար։ Դրա համար հիմա հսկող դարախազը համակարգիչը միացնում է ու քննչական ու դատավորական գործողությունները նայում է։ Իդեալական տարբերակ է։ Պարոն Մարտիրոսյան, պատասխանելով թե ձեր պատասխանից ինչ հասկացա հարցին, ասեմ, որ ես ձեր պատասխանից հասկացա, որ օրինակ տեսչական մարմինների ղեկավարը կարա չիմանա, թե ինչա տեղի ունենում իր ենթակա տեսչական մարմիններում, որ դատախազը կարա չիմանա, թե գործը, որը տանում է դատարան, այդ գործի տակ ապացույցները ինչ որակի են եւ այլն։ Ես ճիշտ ասած այդ հասկացա ձեր պատասխանից, բայց ես գործի հետ կապված մի բան էլ հարցնեմ, տեսեք, երբ որ փորձում ենք հասկանալ, ասում ենք լավ, քննիչը սենց վատ բաներ արել, որ ասում են վատ, դա նորից, դրա վերաբերյալ դատարանի որոշում կա, թե քննիչը ինչ սխալներ է արել։ Քննիչը այսպես խնդրահարույց ապօրինի բաներն է արել, որ փորձում ենք հասկանալ, ինչի համար է քննիչը դա արել։ Որն է եղել քննիչի մոտիվացիան, որն է եղել ոստիկանների, մյուս իրավապահների մոտիվացիան որն է եղել։ Եվ երբ որ հարցուփորձ ենք անում դեպքին այս կամ այն կերպ առնչված մարդկանց, գոնե նրանց ում որ կարողացանք գտնենք, համարը բոլորը միաբերան ասում են, որ այդ ամեն ինչի նպատակը եղել է այն, որ Անուբաղ Համբարյանը, որ այն ժամանակ Լոռվա մարզային վարչության պետն էր այդ օրերին, եւ մի քանի օրից պետք է դառնար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, որ իր կարիերային չբացահայտված թարմ սպանություն չլինի։ Այսինքն շատ տեղերից, նորից եմ ասում ես գործի հետ առնչություն ունեցած շատ մարդկանց կարծիքն այն է, որ Կարեն Կունգուրցևի գլխին, այսպես ասած, այս քրեական գործը սարքվեց, ես հիմա համարյա թե մեջբերում եմ անում, նրա համար, որպեսզի Անուբաղ Համբարյանը անխոչնդոտ դառնա Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ։ Մենք իհարկե չենք կարող դրա ապացուցող հանգամանքներ ձեռքի տակ ունենալ, այլապես դա մեկ այլ ֆորմատով եւ այլ տեղ քննարկման առարկա կդառնար, բայց երբ որ ստուգում ենք ամսաթվերը, Անուբաղ Համբարյանը երբ է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր ոստիկանապետի կողմից նախագահին նշանակման համար, երբ է նշանակվել, երբ է տեղի ունեցել այս կամ այն գործանքի են, որոշ քննչական գործողություններ տեղի ունեցել գիշերային ժամերին, այնիսկ քրեական դատավարական օրենսգիրքը ենթադրում է, որ պետք է հիմնավորված լինի գիշերային ժամերին այդ գործողությունների կատարումը, գալիս ենք դրան, որ առնվազն ոչ բոլոր փաստերը գոնե անուղղակի ցույց են տալիս այդ վարկածի իսկության վրա եւ չկա ոչ մի փաստ, որը կհերքի այդ վարկածը մոտիվացիայի առումով։ Այս մասով որևիցե ասելիք ունեք։ Այո, միջև այդ մասին անցնելը ես 4-րդ անգամ կվերահաստատեմ, որ տեսչական մարմինների ղեկավարը չեմ ես ու տեսչական մարմինում եթե ինչ-որ բան լինում կամ չի լինում, ես պարտավոր չեմ իմանա, մի պաշտոն է, բայց քիչ առաջ նաև վերահաստատվեց այն հանգամանքը, որ նույն Գեոպրոմայնինգ ընկերությանը 400 միլիոն դրամ նույն առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տուգանել է։ Ինչ վերաբերում է հսկող դատախազի կողմից քննիչի ապօրինություններին չտիրապետելուն, ապօրինությունները երբ որ ակնառու են լինում եւ դատախազը չի տեսնում միակ այլ բան է, երբ որ կրկնում եմ արձանագրությունը կազմում, որ ասում է ճանաչման ներկայացվեց, պատահական մի անցորդի, որ տեսնեմ դեմքով անգամ չեմ ճանաչում այդ մարդուն, ինչ մոտիվացիա է ունեցել ոստիկանությունը կամ քննիչը, եթե քննիչը դիտավորյալ է գործել, որը որ ես չեմ հավատում, որ քննիչը դիտավորյալ գործ է, որտեղ շատ պարկեշտ անձնավորություն է, դատախազությանը բացարձակ միևնույն է եղել, թե ով որտեղ երբ կնշանակվի։ Ես անգամ մարզի դատախազ լինելու պայմաններում իմ համար միևնույն է եղել մարզային վարչության պետը ով է, փոխնախարարն ով է, փոխոստիկանապետը ով է։ Շնորհակալություն։
իմ անունից կարող եմ ասել, որ բացարձակ միևնույն է եղել այդ քրեական գործի հետ առնչվող որևէ մեկը այդ օր իրան լավ կզգա թե վատ կզգա, պարոն Հովհաննիսյան։ Իմ հսկողությունն եմ արել, ոնց որ մնացած հարյուրավոր քրեական գործերով։